Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազել Յոհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ եւ YouTube-ում ու սոցիալական այլ ցանցերում մեզ հետևողներ։ Մեր օրերում սոցցանցային բազմաթիվ անանուն կամ հայտնի օգտատերեր եւ արվեստագետներ ստեղծում են քաղաքական մեմեր, որոնք արագորեն տարածվում են սոցիալական մեդիա հարթակներում եւ քաղաքական գործիչների ու հայտնի մարդկանց այդ մեմերը, նրանց քաղաքական այսպես ծաղրանկարներն ու գրոտեսկային կերպարները քննադատում կամ գոնե ուշադրություն են հրավիրում այս կամ այն թեմայի եւ իրադարձության վրա հատկապես արվեստագետ Սամվել Սաղաթելյանի վերջին շրջանի ստեղծագործությունները հենց այդպիսին են։ Այսօր նա կխոսի իր ստեղծագործական խնդիրների ու իր վերջին արտիստը երբեք մենակ չէ իր մարմնում ցուցադրության մասին։ Ողջույն Սամվել, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Նորից կրկին հյուրընկալվելու։ Սամվել, վերջին այդ ցուցադրությունը, նախագիծը, որը ցուցադրվեց Արե արվեստի փառատոնում, ձեր սեփական մարմինը դարձնում եք այսպես մշակութային, քաղաքական եւ այլ էմոցիոնալ, կարելի է ասել, այսպես հակասությունների ներկայացնող եւ կրող, չէ՞, կարելի է այդպես բացատրել։ Այո, կարելի է։ Եվ շատ կարեւոր է թե որն է ձեր նպատակը։ Նպատակը նախ ինչու մարմինս, որովհետև ես ինձ չեմ տարանջատում, հիմնական սկզբունքը այս շարքի ընդհանրապես, որը սկսել էր դեռ իր սկիզբը դեռ 2013 թվականին Լոս Անջելեսում սկսվեց ինձ մոտ, ես ինձ չեմ տարանջատում ըստ էության ոչ մի բանից, ինչ որ տեղի անենում, իրադարձություններից, երևույթներից եւ այլն, բայց ես ինձ չեմ նույնացնում, սա է խնդիրը, այսինքն արտիստի, ես հասկացա, որ արտիստի բանը դիրքորոշումը մոտավորապես այդպիսի մի բան պետք է լինի, ամենայն դեպս ինձ համար։ Եվ սկսեցի իմ մարմինից, ինչից սկսեմ, ասեմ, իմ մարմինը դարձնեմ այդ էքսպերիմենտալ գոտին, որտեղ բացահայտումներ փորձեմ անել։ Եվ սկսեցի հարաբերվել իշխանության ներկայացուցիչների հետ, այսպես ասած, ու սկսեցի այդ ժամանակ ինձ ամենահետաքրքրողը ոնց որ ստացվեց Պուտինն էր, ասենք, առաջի իր կերպարով, հենց իր փորձեցի դրանով վերլուծեմ այդ կերպարի առանձնահատկությունները, որտեղ ինձ հետաքրքիր էր նախ եւ առաջ իր այդ դրսևորումներով, հետագայում ինչպես զարգացավ, ոնց դրսևորվեց երբ ես օգտագործում էի դիմակներ, երկու այսպես ասած դիմակներ, որոնք մանիպուլյացիաներ էի անում, հենց Photoshop-ի մեջ էի մանիպուլյացիան անում, որովհետև ինքը այտենց խառը տեխնիկայով գործեր էին ստացվում առանձին, էլի, իրանք գրոտեսկային էին ինչ որտեղ, եւ երկու հատված էր դիմակները, մեկը սեռական հատվածը, որը ոնց որ այդ կերպարի այդ մարդու drive-ն է, այսպես ասած, շարժիչ ուժը, սեռականությունը, ինչպեսին է դա, եւ այդտեղ ինչա դրսևորվում։ Դու եւ բնական է բանը գլխի հատվածը, ոնց որ այդ դիմակը, ու դրանով սկսեցի մանիպուլյացիաներ անել, հետագայում դրանք դարձավ այդ ամենի սկսեցի այլ լիդերների ոնց որ անդրադառնալ, ու առաջի փորձը այդ կերպարային այդ մեկնաբանությունը օգտագործեցի մեծ ինստալյացիայի մեջ, որը տեղի ունեցավ մայիսին Ռուսաստանի Ուկրաինայի վրա հարձակումից հետո եւ արվեստանոցից բացեցի այդ ինստալյացիայի առաջ, որտեղ օգտագործել էի, ուսումնասիրում էի հենց այդ ավտորիտարիզմի վառ դրսևորվող այդ կերպարի միջոցով, Պուտինի կերպարի միջոցով դրա առանձնահատկությունները։ Ինստալյացիան կոչվում էր սուպրեմատիստական ծուղակ ավտորիտարիզմի համար, կապում էի Մալևիչի քառակուսու հետ, Մալևիչի որպես սուպրեմատիզմի հիմնադիր, կարծես հիմնական իդեան այն էր, որ ըստ էության հիմքում նորից արտիստի եւ իշխանության հարաբերություններ։ Միտեղ մի արտիստը ես էի, որ իմ մարմնով
ոնց որ փորձում էի բացահայտել այդ ավտորիտարիզմի առանձնահատկությունները, մյուս արտիստին վերցրել էի Մալևիչը, որը կարծես կանխագուշակել էր սովետական փակ համակարգը, այդ իր սև քառակուսով, եւ այդտեղ այսպեսի մի բան ստացվեց, ոնց որ այդ փակ համակարգը ճեղք տվեց անհատի ազատության, անհատի իրավունքների շարժումների, այսպես ասած, շնորհիվ, որոնց կուլմինացիան ի վերջո մեր Ղարաբաղյան շարժումն էր, ըստ էության ինքնորոշման մարդու իրավունքների հետ էր առնչվում անմիջական, նաև ու այդտեղ իդեան էր, որ այդ ավտորիտարիզմի ներկայացուցիչը փորձեց կարծես այդ ճեղքը լցնել, ոնց որ վերականգնելու այդ փակ այն համակարգը, որը ստեղծվել էր, որի ներկայացուցիչը ինքն էր, այսպես ասած։ Սամվել, արվեստագետները քաղաքական գործիչներին այլ կերպ են տեսնում, քան մենք օրինակ առնչվում ենք կամ լսում ենք կամ հետևում ենք լրահոսերում ամենատարբեր։ Շատ հավանական է, որտեղ շատ հետաքրքիր է այդ հարաբերությունը, ինձ միշտ հետաքրքրել է արվեստագետի եւ իշխանության ներկայացուցիչի հարաբերությունը։ Շատ հետաքրքիր է, թե դուք ինչպես եք տեսնում։ Նայած լիդերներ, դրա համար այդ շարքում ես մի քանի լիդերների եմ վերցրել, դրանցով եմ ոնց որ մանիպուլյացնում էլի տարբեր։ Ասենք Պուտինի կերպարը ամենաբազմազան դրսևորումներով էր հանդես գալիս իմ մոտ։ Իդեպ Թրամփի կերպարն էլ է շատ այսպես մեմային թեմաներով, այսպես շրջանառվել։ Թրամփն էլ ունիկալ է այդ կողմից, էլի, փաստորեն Թրամփը ավելի շատ այդ ոնց որ ինքը այդ պոպուլիստական, կապիտալիստական այդ կոնտեքստի ավելի դրսևորող է, ու հետաքրքիրն է, որ ինքը եւ ես տեսնում եմ դրանց մեջ այդ կերպարների մեջ իրենց եւ համեմատելու եւ դրսևորվելու որոշակի արտիստիզմով, ասենք նույն արվեստագետների հետ, ասենք որոշակի հակասության մեջ մտնելով ինչ որտեղ։ Մի անգամ Տրամպը ասեց I'm an artistic person, ասում է։ Ես ոնց որ արտիստիկ մարդ եմ, ասենք, էլի, ինձ ինչ որ ուտում է, որ իր այդ ակտերը, իր օրական փոփոխվող, ամեն օր փոփոխվող իր մտքերը, ասենք, ինչպես է ինքը դրսևորում իրան, ոնց որ ինքը ունես տպավորությունը, որ ինքը շատ կուզեր մի հատ լավ դերասան աներ, ասենք Ռոբերտ Դե Նիրոյի նման օրինակ։ Այո։ Հա, բայց դա հասանելի չի, բայց ինքը դա տեղափոխում է ոնց որ ավելի մեծ դաշտ, ոնց որ Հիտլերը չլինելով այնքան տաղանդավոր արվեստագետ, ինչքան Պիկասոն, ինքը նկարիչ էր, բայց ինքը այտենց արվեստագետ չէր ինքը, էլի, ինքը ուղղակի նկարիչ էր, վատ նկարիչ չէր, ասենք։ Ինքը այդ ամբողջ այդ մղումները կարծես ես հիմա այտենց, ասենք, այտենց եզրակացության եմ գալիս, էլի, ոնց որ փորձում եմ վերլուծեմ, ինքը ոնց որ տեղափոխեց ավելի լայն մեծ մասշտաբի մարդկանց վրա։ Հիմա կարող է պատահի նաև արտիստն էլ ունի այդ ցանկությունը, հնարավորինս մեծ աուդիտորիա ունենա, որոնց վրա կարողանա իր արվեստով ինքը ազդեցություն ունենա։ Բայց տարբերությունն է, որ այս արվեստով արվեստագետը չի տանում դեպի distraction-ի, ասենք քայք հասկանում ես, ասենք ինքը ավելի շուտ ստեղծարարության հիմքի վրա է դնում ու ինքը դնում է հիմքում հենց շատ խորը ստեղծագործական սկզբունքը մարդու, ասենք, գոյատևման, ոչ թե ավերածությունը, որպես ինքնահաստատում։ Հիմա մենք պիտի սովորենք կամ հասկանանք ինչ ասում են, չէ, առակս ինչ կցուցանե։ Առակս կցուցանե, որ մարդ պետք է շատ վստահի ու գնա դեպի իր ստեղծագործական սկիզբը, իր ամենայն իր էականը, իր բնությունը, ասենք, հատկապես արհեստական բանականության էս պայմաններում ես կարծում եմ լավ շանսը մարդուն մի հատ վերանայելու իր ներքին բնությունը, որտեղ արհեստական բանականությունը կարծես թե այդ հնարավորությունն է բերում։ Ինքը վտանգավոր է ինչ որ առումով, այո, շատ առումներով, բայց նաև հնարավորություն է, որ դու կարողանաս քեզ տիպի բացահայտելու քո ներքին բնությունը ավելի խորը։
Իդեպ դուք ասացիք, որ արհեստական բանականությունը այս ցուցահանդեսը շատ լավ մեկնաբանել է։ Այո, հատկապես Կիմ Քարդաշյանի ներկայությունը, այդտեղ, որտեվ Փաստորեն դուք քաղաքական գործիչների հետ միասին ներկայացրել եք նաև Կիմ Քարդաշյանի։ Այո, Կիմ Քարդաշյանին էի ներկայացրել ու մարդիկ կա, որոնց մոտ հարցեր առաջանում, բայց ինչի Կիմ Քարդաշյանը, որտեվ ես կրկին իմ մարմնի վրա էի, ոնց որ ասած, տեղավորել Կիմ Քարդաշյանի կերպարը, եւ այդ ամբողջ այդ շարքը, որ ես ունեմ, այդ ամբողջ շարքի մեջ միակ, ասենք, ոչ քաղաքական գործիչը Կիմ Քարդաշյանն է։ Բայց դե Կիմ Քարդաշյանը նաև այդտեղ իր կանացի կերպարի հաստատումը ոչ որպես հակադրություն այդ տղամարդկային քաղաքական իշխանության, մի կողմից ասենք պոպուլիստական, մյուս կողմից այդ ավտորիտար, այո, ինքը ոնց որ ոչ թե բալանսավորում է, այլ ինքը հաստատում է կանացի ոչ պակաս ուժը այդ ամեն ինչի կողքը, էլի։ Բալանս, այսինքն բալանս չի, ոչ թե բալանս, ոնց որ հակադրություն է ստեղծում որոշակի, ու տես հետարքիր հիմա ես միայնակ, բայց միայնակ է ստեղծում։ Միայնակ, հենց այդ է, միայնակ։ Ուրեմն այստեղ ես կարդամ, ես ոնց որ հիմա համագործակցում եմ արհեստական բան, այդ ChatGPT-ի հետ, իմ գործերի որոշ կոնցեպտների մշակման առումով, որտեղ ինքը շատ լավ է մշակում։ Ասենք ես ներկայացնում եմ, տալիս եմ։ Ինքը շատ լավ հասկանում է, թե դուք ինչ եք ուզում։ Հա, ինձ նույնիսկ կոմպլիմենտներ է անում, պատկերացնում ես, ասենք գրում եմ, ասենք ընդհանուր մտքերս, ասենք գրում եմ, ինքը խմբագրած տալիս է, ու ունենց նույնիսկ ասում է, ես ինչ Սենց կոպիտ ասած, ես ինչ թույն գաղափար է, ասում է, շատ լավն է, էլի։ Եկեք ես սենց առաջարկեմ այս ձևով, ասենք, սենց խմբագրական ու բան անել, ասենք հիմա նայ, օրինակ սենց բան, Քարդաշյանին ընտրել եմ, քանի որ փափուկ իշխանության կերպարների կառուցման եւ տեսանելիության վերահսկման ուժը նույնքան հզոր է, որքան ռազմական կամ քաղաքական ուժը։ Օրինակ սենց ես մոտավորապես տվեցի, ինքը sense լավ ձևակերպվեց, ասենք։ Իմիջիայլոց փափկության եւ ճկունության մասին մենք մի առժամանակ առաջ խոսել ենք, թե ինչպես կարող է փափուկ ուժը եւ ճկունությունը հաղթել բիրտ եւ կոպիտ ուժին շատ հանգիստ։ Այո, իհարկե, արևելյան մարտարվեստների հետ կապված դե մենք խոսացել ենք դրանով, քանի որ ես դրանով զբաղվել հետաքրքրվել եմ, այնտեղ շատ ակնառու է այդ ամեն ինչը երևում, էլի։ Դե ոնց ինչ պետք է հակադրես, ասենք կոպիտ բռի մեծ ուժին, ասենք, էլի։ Այդ որ դրա միակ ճանապարհը կարողանալ այդ ճկունության, բայց դու ոչ քո հաշվին, ասենք, էլի, եւ այդտեղ շատ կարեւոր է մտքի վիճակը, ասենք, քո միտքը ինչ վիճակ ես բերում, որ կարողանաս գտնես այդ լուծումը ճանապարհը, էլի, որովհետեւ օրինակ ասում է հակառակորդի հետ Երբ որ հակառակորդը կանգնած է քո դիմաց, քո միտքը պետք է այնքան պարզ լինի, այնքան խաղաղ լինի, որ ոնց որ լեռնային լիճը, որտեղ ամեն ինչ արտացոլվում է։ Այդտենց նույն ձևի հակառակորդի մտադրությունները եւ հակառակորդը ինքը դրա մեջ պետք է արտահայտվի, արտացոլվի։ Երբ որ քո մոտ պանիկա է, երբ որ հիստերիա է, այդ հիստերիան մեզ շատ է խանգարում, ասենք, էլի շատ հարցերում։ Դու չես կարողանում հակառակորդին տեսնես իր ամբողջ էությամբ ու կարողանաս դրան հակակշիռներ ստեղծես։ Ոնց կոպիտ ասած այդ իրադրության տակից դուրս գաս, այսպես ասած, էլի։ Նույն ձևի, ասենք, օրինակ կարող եմ օրինակ բերել, այդ 9-րդ կետ ասածը նոյեմբերի այդ բանի, օրինակ Փաշինյանը շատ լավ բացատրեց այդ 9-րդ կետը, ասենք, որևէ մեկը դրանից հետո որ փորձում է այդ 9-րդ կետի անունը տա, ես ասում եմ, իհատ Փաշինյանի բացատրությունը լսեք, ինքը շատ լավ բացատրեց այդ 9-րդ կետի ամբողջ բանը, էլի։ Ու կոպիտ ասած, ինքը տեղ լավ, ասենց ասեմ, լավ պրիոմ օգտագործեց, հնարք օգտագործեց, ինքը ճիշտ ձևով դա ներկայացնելու։ Հիմա դուք ասում եք, որ եթե համեմատենք այսպես երկրների բանով, հարթակի վրա, մենք փափուկ ուժի կրողն ենք եւ պիտի կարողանանք, հա, Հայաստանը։ Մենք ճկուն, ես կասեմ, ճկունության ու ստեղ այդ կանացիության դրսևորումը ես իզուր չի Կիմ Քարդաշյանին, որովհետև այդ կերպարի մեջ Կիմ Քարդաշյանը ես ներկայացրել եմ նաև իր ինքնության բանը, որովհետև ինքը շեշտում է իր ինքնությունը։ Շատ լինելով
հավասար կոպիտ ասած հատկապես հիմա ասեմ որ ցուցահանդեսի նյութը հենց reality show էր կոչվում այսպես ասած այդ առումով Քիմ Կարդաշյանը կերպարը շատ լավ տեղավորվեց այդ կոնտեքստում ասենք էլի որովհետև նայում ես այդ քաղաքական գործիչները իրանք են ստեղծում ինչ-որ reality show բայց Քիմ Կարդաշյանը իր կին լինելով ինքը չլինելով քաղաքական գործիչ ինքը շատ ավելի հմուտ կարողանում է դա անի նաև կանացի տեղ բերելով գեղեցկության կանացի գեղեցկությունը որպես ուժ ինքը ինչ որտեղ դառնալով քաղաքական ուժ եւ հետո նաև չանտեսելով իր ինքնությունը ամենակարևոր բանը ասենք էլի օրինակ այն որ Հայաստան էր եկե ինքը շատ լավ կազմակերպված եղավ իր այդ տուրը այսպես ասած Հայաստանում իր քրոջ հետ որ եկել էին ու իրանք հատուկ գնացել էին Մայր Հայաստան հուշարձանի մոտ ու ինքը մի բան ասեց որը օրինակ այնց լավ ձևակերպված բան ասեց որը ոչ մեկից չէի լսել ոչ մեկանոջ եւ ինչ ասեց այս բանը հուշարձանը սիմվոլն է նրա թե ինչպես են մեր քույրերը եւ մայրերը զենքը ձեռքին իրենց ամուսինների եւ եղբայրների կողքը պաշտպանի ազատությունը liberty ազատությունը այն ինչ երբևէ այստեղ չի ձևակերպվել չէ որպես ազատության այո հենց դա մենք ավելի շուտ մեր ինքնության պաշտպանության այո ասում ենք ասենք հողերի հայրենիքի եւ այլն բայց ազատության մասին չի խոսում իմ փոքր իմ թորս մի անգամ մի քիչ խիստ է բան արեցի Արնոն վերջերս դրել եմ էլի Facebook իրան նկարելու ոճը ինքը պերֆորմանս է անում ամեն նկարելուց այտենց երևույթ է էլի հələ ավելի փոքր էր մի անգամ ինձ ասաց իմ հետ իրավունք չունես այտենց խոսես իսկ ո՞նց էիք խոսում ես ազատ մարդ եմ խիստ էիք խոսում ինձ դրեց տեղը հասկանում եմ մի քիչ խիստ ինչ որ բան այտենց անկախ ինձնից էլի բան ու ինքը չափից դուս ակտիվ է բանա այտենց բան ասեց հետաքրքիր է իսկ Սամվել կարևոր է թե այն ամեն ինչը ինչ որ մենք անում ենք արվեստի տիրույթում հետաքրքրի մարդկանց եւ շատ կարևոր է որպեսզի այն ինչ մենք անում ենք ինչ որ մի բան փոխի իրականության մեջ եթե մենք իրականության հետ գործ ունենք ուրեմն պիտի աշխատենք նաեւ չէ այդ իրականության հետ ինչ բաներ փոխելու տեսեք շատ խնդրային թեմաներ կան եւ ամեն օրի քաղաքական հասարակական դաշտում տեսակ քաոսային իրավիճակ է երբեմն տիրում անհասկանալի եւ այստեղ արվեստագետն էլ անելիք ունի անպատճառ դա անխոս իհարկե որտեղ մենք արվեստագետը sense տենենց անում է ինքը պետք է անի ինքը չի կարող չանի բայց ինքը չի կարող հույսը դնի այսպես ասած հասարակության ընկալման կամ չընկալման վրա այդպես ասում եմ նա կարող է փոխել հասարակության ընկալումները կարող է բայց պիտի հասարակությունն էլ պատրաստ լինի նրան նախ արվեստագետը սպասելիքներ expectation-ներ այսպես ասած չպետք է ունենա Թարապես ոչ ոք ոչ մի սպասելիք ոչ մի բանից չպետք է ունենա սպասելիքներ ումից իշխանությունից հասարակությունից կողքից ընկերներից դու կարող ես ուզենաս որ ընկալվի դա բայց մի տեսակ այսպես մի բան կա սպասելիքը քեզ թուլացնում է քո ասելիքի ուժը թուլացնում է եւ ասելիքդ չի կարող չլինել քաղաքական ամենաչքաղաքական թվացողը իր մեջ չի կարող չկրել որևէ քաղաքական չի կարող չլինել քաղաքական հասկանում ես որովհետեւ մենք դրա մեջ ենք մեր կյանքը դրա մեջ է մենք դրանից անջատ չենք կարող լինել բայց դա չի նշանակում որ դու հատուկ պետք է ինչ-որ կեղծիքի դիմես կոպիտ ասած էլի այն նայողը կարող ասի ես չեմ հավատում սրան կոպիտ ասած էս ասած իսկ ամենապարզ իրավիճակում երբ ուղակի դու կտավի վրա յուղաներկով կամ մատիտով նկարում ես դա նույնպես կարող է քաղաքական լինել օրինակ նատյուրմորտ բնապատկեր կարող է լինել ինչի՞ չի կարող իմ համար Մատիսն էլ էր քաղաքական Մատիսը ստեղծագործում էր առաջի համաշխարհայինի ժամանակ ասենք եւ վերջապես ձևակերպել ապետ ինչ է նշանակում քաղաքական ասենք էլի
կամ դրանից հետո գալիս է բանը նաև մշակույթ ասացի ձևակերպումը, չէ՞, մեր մշակույթը, մեր հայկական մշակույթը, մեր հայկական արվեստը, որն է դա, որն է ըստեյության դա։ Հիմա այս ամսագիրն եմ բերել, որ Հնդկաստանում է տպվել, այդ իմ առաջին ինստալյացիան ստեղ տպել են։ Հնդկաստանում հայտնի ամսագիր է, գալերի է կոչվում, ամբողջ այս համարը իրանք ուզեցել են այդ թվին նվիրել Հայաստանի արվեստին եւ մշակույթին։ Քաղաքական գործ էին ման գալի, որտեվ իրանք էլ այդ ամուսիններ են, իրանք էլ այնց քաղաքականապես բան են, էլի ակտիվ էին։ Վերջը եկան ինձ մոտ, այդ ժամանակ ինստալյացիան Պուտինով, այդ ավտորիտարիզմի դեմ, այդ ինստալյացիան իմ մոտ էր ու ուզեցին անպայման տպեն։ Հիմա իմ համար սա կարևոր փաստ էր, որ այդ գործը միտեղ տեղ գտավ։ Ես իհարկե կուզեի, որ նաև Հայաստանում դա տեղ գտներ, ասենք ինչ որ ձև, այդ որտեվ հիմա հարցը ինչ որ ես եմ հարցը այն է, որ դա քաղաքական statement է, որտեղ բանա ասված այս երկրի կողմից, այս երկրի արվեստագետների կողմից բանա ասված այն ավտորիտար պետության դիկտատորի, ասենք այդ պետության, որի անմիջական մեր այս երկրում տեղի ունեցող process-ներին վրա ազդեցություն ունեցել է դրանց քաղաքականությունը։ Հիմա այստեղից ինչ որ բան պետքա ոնց որ ասվի այդ առումով։ Ես օրինակ իմ համար կոմպլիմենտ էր ինչ որտեղ, որ այս գործը տեղ գտավ այս ամսագրում, բայց կուզեի նաև որ այն միջավայրում, որտեղ դու ստեղծագործում ես, այդտեղ էլ այդ արձագանքը գտնի այդ ձևով։ Ասենք, իսկ դրա մեջ նորից որ գանք պետական քաղաքականությանը, պետական քաղաքականությունը ինքը դեր ունի, ինքը մեխանիզմներ ինքը կարող է այստեղ խնդիրը ինչ որ պետությունը գա քեզ սենց վերցնի գովերքի ինչ անի եւ այլն, ասենք սոցռեալիզմի նման։ Խնդիրը այն է, որ պետությունը կարողանա մեխանիզմներ ստեղծվի, որտեղ որ այդ ժամանակակից արվեստը հենց շեշտադրում եմ, էլի, հենց ժամանակակից արվեստը ինքը ունենա դրսևորում ու տարածում ունենա, որտեղ դա չափազանց կարևոր է հատկապես այնց երկրի համար, որը Հայաստանն է, որ ժողովրդավարության կայացման այս process-ի մեջ, որտեղ ժամանակակից արվեստում շատ բան է հնարավոր ասել, այն ինչ շատ ուրիշ հատվածներում կարող է դժվար լինի դա արտահայտել, ասենք, բայց այդտեղ պետք է այդ դաշտը ստեղծվի, այդ հնարավորությունը պետք է ստեղծվի, էլ։ Սամվել, ձեր գործերը շատ ճակատային են եւ ուղղակի, այսինքն դուք ուղղակիորեն ասում եք այն, ինչ մտածում եք, իսկ այսօր շատ երկրների համար դա խնդիր է, օրինակ տարիներ առաջ Հայաստանում էլ գուցե հնարավոր չլիներ նման ցուցահանդեսներ անել, առավել եւս Ռուսաստանում այսօր նմանատիպ ցուցահանդեսները ուղղակի հետապնդվում են իշխանությունների կողմից, արվեստագետները հնարավոր է նույնիսկ ասած մի հատ թուղթ չի կարող, մաքուր թուղթ վերցնի, կանգնի փողոցում։ Դուք շատ լավ գիտեք, այդ ամեն ինչով հանդերձ ինչու եք որոշել, որ հենց այդպիսի ուղակի խոսքը եւ հենց այդպիսի ճակատային խոսքն է այսօր շատ ազդեցիկ, ինչու եք մարմնի թեման վերցրել որպես նյութ ձեզ համար, որովհետեւ շատ արվեստագետներ կան, քաղաքականության մասին էլի խոսում են, բայց այսպես հպանցիկ շրջանցելով շատ բաներ, ներկայացնելով խորհրդանշական պատկերներ ավելի շուտ։ Դա շատ այնպես ինքնաբերաբար ինչ որտեղ ստացվեց, որ այդ խոսքը որ ասվի շատ ինչ որտեղ ուղիղ, որտեղ նաև շատ անձնականացված է շատ բան, որ նայում եք, ասենք, եւ ներողություն, դուք կարծեմ ձեր տեքստում էր գրված, որ մարմինը նաև ժամանակի ինչ որ իմաստով արտեֆակտ է։ Այո, ներկայանում մարմինը դարձնում ես արտեֆակտ ես դարձնում, ինքը գոյություն ունի, այս մարմնով ենք մենք հարաբերվում այս աշխարհի հետ, հասկանում եք, դրա մեջ է ամեն ինչ կենտրոնացած, մենք այս մարմնի մասին շատ բան չգիտենք, ուղղակի կարելի ասել հաճախ թվում է, որ ոչ մի բան չգիտենք, ասենք, այսպես абստրակտ հոգու մասին ինչ ասես կարելի է խոսալ, չէ՞ հոգի, բայց այս համոզմունքը այդ հոգին եւ մարմինը իրար համատեղված են, ասենք, ես համատեղության համադրության կողմնակից եմ, դրա համար եւ վերցնում եմ նաեւ այդ իմ
մարմինը, որպես այդպես նյութական դրսևորում, եւ դրանով եմ փորձում այդ բացել այդ խոսակցությունը ու մարմինս եմ դարձնում այն դաշտը, որտեղ այդ խոսակցությունը տեղի ունենա ու տեղի ունենա շատ ուղիղ, որտեղ այս երկիրն էլ է մարմին, այս բնությունն էլ է մարմին, այս բնության հետ ոնց հարաբերվում ես, ինքն հենց էլ քեզ վերադարձնում այդ ծառը։ Իդեպ դա նույնպես խնդիր է, որովհետև այսօր մեր հասարակության մեջ էլ շատ ավելի միֆական է, հասարակության որոշ շրջանում, որոշ մարդկանց շրջանում միֆականը, այսպես երազայինն է ավելի ընդունելի, քան պրագմատիկը եւ նյութականը, չէ՞։ Այո, fiction, չէ՞, ասում են այդ fiction։ Եթերից առաջ խոսում էինք ձեզ հետ, քննարկում էինք իրական եւ ոչ իրական Հայաստանի մասին եւ այդտեղ նաեւ այդտեղ խոսքը հենց պրագմատիկի, այո, եւ միֆականի մասին է խոսքը, այո։ Դա ասում ենք սահմաններ, հիմա մեր մարմինն էլ սահմաններ ունի, չէ՞, որոշակի։ Ասենք այս երկիրն էլ է մարմին, այս երկիրն էլ հիմա ասենք այս երկրի մարմինը ոնց պիտի ճանաչես, ինչ որ սահմաններով, չէ՞, ինձ որ նայում են, ասենք դրա համար ես սահմաններ եմ նաև սահմանում եմ իմ մարմինը եւ իմ մարմնի միջոցով եմ արտահայտում այն ինչ որ պետքա արտահայտեմ, ոչ թե դա դարձնում եմ այսպես ասած fiction, ինչ որ ինչ ասես կարելի է գրել, չէ՞, այդ fiction-ի տակ ասենք հնար է կոպիտ ասած, բայց կա իրական կա ռեալություն, շատ կոնկրետ ռեալություն կա։ Ոնց ես կարողանում այդ տրանսֆորմացնես այդ իրավիճակը եւ այդ ռեալության մեջ քո մարմնի միջոցով ցույց տաս, ասենք, որոշակի, ասենք, այդ օրինակ ցուցահանդեսի ժամանակ դիմակներ էի ես, կիսադեմեր դիմակներ էի, այդ նույն այո Ստալիններ, Պուտիններ, Տրամպներ եւ մեր սիրելի Կիմ Քարդաշյաններ։ Ինչ շատ հետաքրքիր էր նայել մարդիկ անկախ իրանցից ներգրավեցին այդ այսպես ասած ինչ որտեղ ֆան անգլերեն ասացի, դենց կայֆոտ իրավիճակ ստեղծվեց այսպես ասած, երբ որ վերցնում էին ինչ որ դիմակ ամեն, թե ով ինչ դիմակ էր վերցնում, ում տրանսֆորմացիա էր տեղի ունենում մարդու կերպարի, այս կերպարը, ասենք քո կերպարը, ասենք վերցնել Տրամպի դիմակը կամ Պուտինի դիմակը, բացարձակ ուրիշ տպավորություն, ուրիշ բաներ ստացվում, հատկապես կիսադեմով։ Շատ լավ, Սամվել, մեր հաղորդումը մոտենում է ավարտին, փորձենք ամփոփել մեր զրույցը։ Այն ինչը որ դուք արեցիք եւ անում եք այսօր, ինձ թվում է այս թեման դեռ շարունակելի է ձեզ մոտ, քանի կան ավտորիտար ռեժիմներ, այսպես ասած։ Հիմա սա նաեւ մեզ իրականություն վերադարձնելու քայլ է, փորձ է, թե այլ բան։ Չէ, անպայման իրականություն վերադարձնելու եւ այդ իրականության հետ կարողանալ հաշվի նստել եւ գործով եւ որտեվ եթե դու խնդիրների պատասխանը արվեստում ոնց արվեստագետը իր մեջ է նախ եւ առաջ ինքը ամենամեծ կոռուպցիոներն է իմ համար որտեվ ինքը չի նույնացնում իրեն այս փոքր մարմնի հետ, ինքը նույնացնում է իրան շատ ավելի մեծ մարմնի հետ, մեծ տիեզերքի մեջ, ու ինքը դրանով կարողանում է շատ խնդիրների պատասխանը այսինքն ինչ որ իդեալների հետևից է գնում իր մարմինը թողա մեծ մասշտաբի, ասենք տիեզերքի հետ, որտեղ ստեղծագործություն ասածը ինքը շատ ավելի խորը, շատ ավելի մեծ բան է, քան մի հատ փոքր մարմնի մեջ կենտրոնանալը։ Եվ ինքը իր մեջ փնտրելով շատ հարցերի պատասխանը ինքը ազատագրում է դրանով ինքն իրեն, ինքը դրսում չի ոնց որ ինքը չի փնտրում դրսում իրեն հուզող հարցերի պատասխանը, ինքը նախ եւ առաջ ինքն իր մեջ խորքում, իսկ այդ խորքը շատ տարողունակ է, ստեղծագործական սկիզբն է իր, որը անկրկնելի է, ոչ մի արհեստական բանականություն դրան չի կարող հասնել եւ փոխարինել։ Հենց քիչ առաջ դուք դավաճանեցիք արհեստական բանականությանը, որը ամենաճիշտն էր վերլուծում ձեր գործերը։ Չէ, ինքը ամբողջացրել էր, ինքը խմբագրել էր, ինքը կարողացել էր ճիշտ խմբագրել։ Ես իրան այստեղ համագործակցության պահն էր, բայց իդեան իմն էր։ Լավ, մենք ունենք 1 րոպե ժամանակ։ Ինչ եք անում հիմա, ինչ որ ցուցահանդես նախապատրաստում եք, շատ կարճ 1-2 նախադասությամբ։ Կան որոշ մտքեր, չեմ ուզում դեռ բացահայտեմ, բայց դրանցից մեկը սեռականը եւ քաղաքականը այդ պրոյեկտի
վրա եմ մտածում։ Դեռ խմորվում են այդ թեմաները։ Հա, դա դեռ խմորվում անպայման։ Ես պրինցիպը, ասենք այդ կոնցեպտն է, երբ որ երկրներին նայում եմ սեռականության տեսանկյունից եւ փորձում եմ խաղալ դրա հետ եւ փորձել բացատրել հարաբերությունների ողջ, ասենք, նրբություններն ու ինտրիգները։ Շնորհակալություն Սամվել։ Սիրելի ռադիո լսող, իմ զրուցակիցը այսօր արվեստագետ Սամվել Սաղաթելյանն էր։ Մենք խոսում էինք, թե ինչպես են այսօր ստեղծում քաղաքական գրոտեսկային կերպարներն ու մեմերը արվեստի տիրույթում եւ ինչ են դրանք մեզ փոխանցում ուղղակի եւ անուղղակի կերպով։ Իսկ զրույցը վարեց Նազելի Օհանյանը։